կանգնենք։ Դուք քննարկումից դուրս եկաք, բարև ձեզ։ Կարող ենք սկսել։ Սկսենք։ Բարև ձեզ, դուք քննարկումից դուրս եկաք, ասեք ում հետ եք հանդիպել եւ ինչ եք քննարկվել ներսում եւ ինչ պատասխան եք տվել։ Ներողություն եմ խնդրում, բոլորի անունը չեմ կարող հիշել, քաղաքապետարանից ներկայացուցիչ կար, տրանսպորտի վարչության պետն էր տարածքային կառավարման, այնտեղ բաժնի պետ էր, մի խոսքով ես տեղեկացնեմ հետեւյալը, Պռոշյան համայնքի 25 համարի երթուղու հարցը լուծվեց մասամբ, քանի որ մենք երբ որ հավաքվել էինք, մեր բողոքի ձայնն էինք բարձրացնում, մենք ասացինք, որ Երևան քաղաքի տրասայի վերջնակետը նախկին պաշտպանության նախարարության այս կետում է համարվում։ Հիմա մասամբ ասելով 25 համարը գալու է մինչև հին պաշտպանության նախարարության այդ հատվածից շրջադարձ կատարի, ուղղակի մենք խնդրեցինք տվյալ համապատասխան մարմիններին, որպիսի երթուղին մոտ 300 մետր հեռավորությունով շրջադարձի տեղ ունենք Պռոշյան համայնքում, մինչև շրջադարձի տեղը կատարելով հանդերձ, գոնե Պռոշյանի մուտքի, որ մուտք է գործում Պռոշյան, այդ մուտքի մոտը, որպիսի ունենք հիվանդ երեխաներ, ծերեր, գոնե ջահելների համար դա խնդիր չէ, բայց մեծերի, թոշակառուների հիվանդ տեղափոխելու համար խնդիր է այդ տեղից մինչև պաշտպանության նախկին նախարարության մոտը տեղափոխելը։ Հիմա սպասենք քաղաքապետարանի ներկայացուցիչը խոստացավ այդ հարցը քննարկման դնել եւ լուծել։ Նշեմ նաև Քասախ համայնքի 59 համարի տրանսպորտը հանվում է, ասեցին միայն բավարարվում է 25 համարի երթուղին, որի համար ցավում եմ, քանի որ մենք ցանկանում էինք, որ նա նույնպես պահպանում։ Այսինքն այսօրվա հանդիպումը, քննարկումը էլի հստակ պատասխան չունեցավ։ Չէ, հստակ պատասխանը ունեցանք այնքանով, որ գոնե հստակ իմացանք, որ 25 համարը մինչև նախկին պաշտպանության նախարարության մոտ գալիս է։ Դա է, բայց կան որոշ բարդություններ ժողովրդի համար, որ բերելու է այլ բարդության։ Դրա համար մենք խնդիրը ներկայացրեցինք, մնացած խնդիրները ներկայացնելով հանդերձ, հուսով եմ, որ մենք գտնվում ենք ժողովրդավար երկրում, հուսով ենք, որ մեր ղեկավարները ըմբռնումով կմոտիկանան մեր խնդրանքը, մեր ժողովրդի խնդրանքը եւ 25 համարը գոնե 300 մետրը չեն ափսոսա եւ շրջադարձը կանեն, որպեսզի ժողովրդին որոշ հոգսերից կտրել։ Պռոշյան համայնքի եւ Քասախ համայնքի բնակիչները կհամաձայնվեն իրենց տված լուծմանը, թե կշարունակեն բողոքի ակցիա իրականացնել։ Պռոշյան համայնքի բնակիչները ես համոզված եմ շնորհակալ կլինեն, այո, բայց մասամբ լուծելու ամբողջությամբ, երբ որ շրջադարձ անելով։ Բայց Քասախ համայնքի բնակիչները ներկայացուցիչը շատ վրդոված մեր ընկերը դուրս եկավ, միանշանակ ես համամիտ եմ իր հետ, ես կցանկանայի Քասախի տրանսպորտի հարցը նույնպես լուծվեր, որովհետև մոտ 7000 բնակիչ ունեցող բնակչությունն էլ Քասախում է գտնվում, այնտեղ էլ նույն պրոբլեմները կան, նույն հոգսերը կան։ Ժողովրդի այնտեղի տրանսպորտի հարցը, ինձ թվում է ժողովուրդը այնտեղ արդեն իր մոտեցումը ցույց կտա։ Թանկացումների մասով հարց բարձրացվեց եւ արդյոք վերանայվելու է։ Թանկացումների հարցով խոսացվել է այժմյան մուլտիտրանսի եւ մուտ գործած գազելներին, որ ժողովուրդը չի կարող ծանրաբեռնել ֆինանսական բեռը որպես ավել բեռ։ Մենք նաև առաջ ենք հաշել, որ մուլտիտրանսի շահերին, այսպես ասած, որպիսի
գործի գոնե իր ներկայացած 200 դրամով վերանայի մարշրուտը դեպի բարեկամության մետրո գոնե, որպիսի էլի ինչ որ չափ կգործի, եթե ինքը այժմյան մարշրուտով մնա, ինձ թվում է շահավետ գիծ չի լինի տվյալ կազմակերպության համար։ Ես այդպես եմ կարծում, մենք ուղղակի մեր կարծիքը արտահայտեցինք, բարձրացրեցինք, ասելով, որ փոխանցել։ Ասացիք նաև պատրաստում են քննարկել, քննարկումները երբ են սկսելու, այսօր։ Այսօրվանից ասացին, որ քննարկումները կսկսեն եւ մեզ պատասխան կտան, մենք հետևողական կլինենք այս ամեն ինչին։ Դրական պատասխան եք սպասում։ Մենք սպասում ենք դրական պատասխանի, կրկնում եմ, այսօրվա այս պատասխանները մենք մասամբ համարում ենք ինչ որ չափ լուծված, սպասենք ամբողջությամբ լուծման պատասխանի։ Այսինքն կարող ենք փաստել, թե փոխնախարարները մինչ օրս կառավարություն ձեր խնդիրը չէին բարձրաձայնել։ Չէ, բարձրաձայնելը հետևյալն է եղել, քանի որ մարզային, միջմարզային տրանսպորտի խնդրի հետ է կախված եղել ըստ օրենքի, որ պետք է մարզայինը Երևան քաղաք չմտնի։ Հիմա մեր խնդրանքը, մեր ժողովրդի խնդրանքը բողոքը լսելով հանդերձ, պահանջը լսելով հանդերձ, որոշեց, քանի որ Երևան քաղաքը ավարտվում է նախկին պաշտպանության նախարարության շրջադարձին մոտ այդ հատվածում է Երևան քաղաքը ավարտվում, հիմա 25 համարը մասամբ բավարարվել է, մինչև այդտեղ պետք է գա, մենք ուղղակի խնդրանքով կրկնում եմ ձեզ նույնպես պետք է խնդրել ենք, որ 300 մետր շրջադարձով գա գոնե Պռոշյան մուտք գործող այդ մուտքի մոտը, որպեսզի ժողովրդի համար ինչ որտեղ հարմարավետ լինի, թե չէ ժողովուրդը այդ պիկ ժամերին չի կարող ամբողջ ճանապարհը բռնել եւ քայլելով գնալ պաշտպանության նախարարության այդ հատվածը։ Ծառայությունը իրականացնելու Multigroup ընկերությունը։ Ոչ, 25 համարը պահպանվում է, Multigroup տրանսպորտը մտնում է։ Զուգահեռ նայել է լինելու, այո։ Ժողովուրդ արժեքը 200 դրամ, 250-ից զեղչել են 200 դրամ։ Իսկ 25-ը կմնա 150 դրամ։ Այո։ Նույն գիծը պահպանվում է, ուղղակի այն ժամանակ, երբ 25-ը մտնում էր Պռոշյան համայնքի մինչև խորացված տարածքները, այժմ գալու է պաշտպանության նախարարության մոտ, ուղղակի զուտ խնդրանքով դիմել ենք, որպեսզի գա Պռոշյանի մուտքի մոտը։ Իսկ 59 համարի երթուղին ամբողջությամբ հանել են, նոր կրկնեմ նորից մեր Քասախի համայնքի ներկայացուցիչը ոչ բավարարված դուրս եկավ, տեսնենք հետագա քայլերը Քասախ համայնքի։ Ինչեւ 25-ը գործելու, թե 25-ը արդեն գործում է։ չի դադարեցվել։ Չէ։ Ուղղակի 59-ը կդադարեցվի ասացին, 25-ը գործելու է, ուղղակի երթուղին լինելու է մինչև պաշտպանության նախարարության մոտ, մինչև մեր խնդրանքը խնդրել ենք, որ դիտարկեն, քննարկեն այդ 300 մետր շրջադարձը։ Մեքենաների քանակը նույնն է մնալու, թե Այո, չէ, նույնն է, այո։ Ձեր անունը ազգանունը։ Սերգո Մուրադյան։ Ես Պռոշյան համայնքի բնակիչ եմ, այո։ Ի պաշտոնը ինչ եք ուզում լսել։ Ես համայնքական ճակատկուսակցության խորհրդի անդամ եմ։ Դա եք ուզում լսել։ Պարոն Սերգեյ, բնակիչները կբավարարվեն 25 համարի երթուղին։ Հիմա ես հուսով եմ մեր ժողովուրդը որոշ չափ կհանգստանա, որովհետև սա քիչ հարցի լուծում չէ, այո, պետք է ըմբռնումով մոտեկանա մեր ժողովուրդը, հաշվի առնենք, քանի որ այսքան բանի հասել ենք եւ բոլորի խնդրանքը, մեր ամբողջ ժողովրդի խնդրանքը մենք ներկայացրել ենք համապատասխան մարմիններին, հուսով ենք, որ ժողովրդի մնացած կիսատ թողած խնդրանքը չեն մերժի, կբավարարեն այդ 300 մետր հեռավորությունը նույնպես ավելացնելով։ 25 համարի մեքենաները
բավարարելու են ժողովրդին հաշվի առնելով, որ Պրոշյան եւ Քասախամանքի բնակիչները 15000-ից ավելի Միանշանակ չեն բավարարելու։ Ես դա հստակ ասում եմ։ Բնակիչները փորձել են օգտվել նաեւ մուլտիպրոպերությունից։ Միանշանակ։ Հատկապես որ երեկոյան ժամերին 59 գերծանրաբեռնված։ Գերծանրաբեռնվածը լինում է առավոտյան մինչև ժամը 10, առավոտյան 7-ից մինչև 10 եւ երեկոյան 4:30-ից մինչև երեկոյան 10։ Շնորհակալ։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ։